Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմություն ոդքասթի 100-րդ թողարկումն է եւ ճիշտ ասած երկար էինք մտածել թե ինչի մասին լինի 100-րդ թողարկումը։ Մենք պատմաբանները սիրում ենք կլոր թվեր եւ այդ կլոր թվերի մեջ սիմվոլիզմ ենք դնում եւ ճիշտ ասած որոշեցինք, որ շատ լավ կլինի, եթե այս հաղորդումը նույնպես նվիրված լինի մեր երախտավորներից մեկին եւ ես օգտագործելով նաեւ իմ իրավունքը եւ իմ հնարավորությունները պնդեցի, որ այդ մարդը լինի պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը։ Ինչու Բաբկեն Հարությունյանը, որովհետեւ պարոն Հարությունյանը մեր մեծերի շարքին է դասվում պատմաբանների եւ նաեւ պարոն Հարությունյանը իմ ուսուցիչն էր։ Իսկ ուսուցիչներին հիշելը ամենակարևոր եւ արժեքավոր բանն է, որ կարող է լինի պատմաբանի մոտ։ Եվ դա նաեւ ինձ սովորեցրել է պարոն Հարությունյանը, ով միշտ հիշում էր իր ուսուցիչներին, ով միշտ մեջբերում էր այն մարդկանց, ովքեր իր գիտական ճանապարհ են տվել եւ շատ մեծ հարգանքով էր խոսում իրենց մասին։ Այնպես որ սա թող լինի առաջի դասը, որ ես ստացել եմ պարոն Հարությունյանից։ Պարոն Հարությունյանը զբաղվում էր պատմական աշխարհագրությամբ։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության ատլասի հեղինակն էր, նա Հայաստանի պատմական ատլասի հեղինակն էր, նա շատ հետազոտություններ ունի աշխարհացույցի վերաբերյալ, նա առանձին աշխատություններ ունի մեծ հայքի աշխարհների վերաբերյալ, նա զբաղվում էր միջնադարյան պատմությամբ, տարբեր իշխանական տոմերի պատմությամբ եւ նաեւ շատ առատորեն գրել է ադրբեջանական եւ թուրքական պատմագրության դեմ, պատասխանելով նրանց սուտ թեզերին, նրանց հակագիտական մոտեցումներին եւ այդ առումով պարոն Հարությունյանը ոչ միայն կլասիկ մաքուր պատմաբան էր, այլ նաեւ շատ ակտիվ եւ կիրառական կիրառում էր այն ամբողջ գիտելիքը, որ նա գիտեր ի բարօրություն մեր պետության եւ պետականություն։ Եվ այստեղ ես ստացել եմ երկրորդ դասը եւ կուզեմ խոսեմ երկրորդ դասի մասին, դա սեփական պետականությունը սիրել, հարգել եւ սեփական պետականությունը ամեն ինչից վեր դասելու այն զգացումներ, որ պարոն Հարությունյանը ուներ, միշտ երբ որ խոսում էր մեր հետ, ուսանողներիս հետ, ինքը միշտ բերում էր այդ պատմական իրադարձությունները, պատմական զարգացումները, բերում էր եւ կապում էր այսօրվա Հայաստանի հետ։ Նա ասում էր, որ գիտելիքը իմաստ չունի, եթե այն չի կապվում այսօրվա հետ։ Գիտելիքը իմաստ չունի, եթե դու չես կարող գիտելիքից ստացած քո հմտությունները, քո իմացությունը, քո ինֆորմացիան եւ տեղեկությունը կիրառել այսօր ի բարօրություն քո պետության։ Եվ այդ առումով իհարկե պարոն Հարությունյանի մոտեցումը կիսում են նաեւ իր բազմաթիվ աշակերտները։ Երրորդ կարևոր բանը, որ ես սովորել եմ պարոն Հարությունյանից, դա միշտ կարողանալ մտնել գիտական բանավեճի մեջ, բայց այդ գիտական բանավեճը պետք է լինի հավասարի սկզբունքով, այսինքն անկախ նրանից, որ մենք ընդհանրեն ուսանողներ էինք այն ժամանակ, իսկ ինքը արդեն մեր համար դասական դարձած գիտնական, ինքը միշտ մեր հետ բանավիճում էր, ընդ որում բանավիճում էր ոչ թե ուժերի դիրքերից, թե ինքը ավելի շատ գիտեր, ավելի մեծ փորձ ուներ կյանքում, այլ փորձում էր մեզ համոզել, մեզ ապացուցել փաստերով, դատողական եւ տրամաբանական շարադրանքով եւ ոչ թե իր ուժով եւ իր հեղինակությամբ եւ իշխանությամբ։ Եվ սա շատ կարեւոր է եւ ես նույնպես հիմա ինչքան հնարավոր է դա փորձում եմ կիրառել իմ ուսանողների հետ աշխատանքում, երբեք չպնդեմ իմ դիրքից ելնելով, այլ փորձեմ իրենց ապացուցել իմ գիտելիքներով եւ այսպես բանական տրամաբանությունից ելնելով։ Եվ չորրորդ բանը, որ կուզենայի հիշեի պարոն Հարությունյանից, ինքը նաեւ շատ բծախնդիր էր մեթոդաբանության առումով եւ շատ ինչպես ասեմ, շատ կարեւորում էր պարկեշտությունը, պատմական պարկեշտությունը, գիտնականի պարկեշտությունը։ Դուք չեք գտնում իր աշխատանքների մեջ առանց հղում, առանց պատշաճ ձևակերպած այսպես տողատակերի ոչ մի բան։ Եվ նույնիսկ մեր երբ որ մենք հավաքվում էինք իր տանը եւ երկար զրույցներ էինք ունենում, երկար պատմագիտական այսպես թեմաների շուրջ, նա միշտ ուներ թեմաներ, որի շուրջ մեզ հրավիրում էր այդ զրույցների, ինքը կարող էր մեջբերում բերել, հետո վեր կենար սեղանից եւ իր հսկայական գրադարանը կանգնել իր հսկայական գրադարանի առջև
գտնել այդ գիշկը, որտեղից մեջբերում էր անել, բացեր եւ ստուգեր եւ ասեր, եթե չեմ սխալվում, ինքն է ասել եւ ստուգեր եւ անպայման նույնիսկ բանավոր վեճի ժամանակ հղումները ձևակերպում էր։ Դա նույնպես շատ կարեւոր բան է, որ մենք իր աշակերտներս իրենից փորձեցինք, հա, եւ հիմա էլ փորձում ենք կիրառել մեր կյանքում։ Եվ վերջապես վերջին բանը, որ արդեն անձնական է, ներողություն եմ խնդրում անձնական դաշտ ավելի շատ մտնելու մասին, պարոն Հարությունյան եղել է այն մարդը, ով պնդել է, որ ես մտնեմ գիտության մեջ, երբ որ ես ավարտում էի Երևանի պետական համալսարանը, ճիշտն ասած մտածում էի, որ կարող է ավելի շատ գնամ գործնական դաշտ, չգիտեմ, դիվանագիտական աշխատանքին կամ այլ, եւ ինքը եղավ այն մարդը, որ պնդեց, որ ես անպայման գնամ ասպիրանտուրա։ Եվ ինքը եղավ այն մարդը, որ իմ մեջ ես շատ չդիմադրեցի իրականում, որովհետեւ այդ երկար զրույցները իր տանը, այդ երկար զրույցները լսարանում, դասի ժամանակ, դասերից հետո արդեն իմ մեջ արթնացրել էին այդ սերը, որը իր մեջ նա կարողացել էր սերը փոխանցել մեր բոլորին, այդ ճրակը վառել իր աշակերտների մեջ եւ դրա համար շատերը, որ ով գալիս են այսօր ինձ հյուր, պարոն Հարությունյանին համարում են իրենց ուսուցիչ։ Եվ շատերին ինքն է համոզել, որ մնան այս դաշտում, շատերին ինքն է այսպես սիրահարվեցրել պատմությանը եւ մենք բոլորս պարտական ենք նաեւ պարոն Հարությունյանին մեր մասնագիտությամբ։ Իսկ ինչպիսի գիտնական էր նա, դուք ինքներդ կհամոզվեք, երբ որ լսեք այս նյութերը, որ այսօր մենք պատրաստել ենք, այսօրվա նյութերը դա պարոն Հարությունյանի ինքը իր մասին պատմող մի փոքրիկ նյութ է, որի համար մենք շնորհակալ ենք Երևանի պետական համալսարանին այս նյութը պահպանելու համար, դրանց հետո կլինի մի փոքր, մի կես ժամի չափով զրույց, որ մեզ տրամադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որի համար նույնպես շնորհակալություն եմ հայտնում, մշակույթի, պատմության, պատմական մտածողության մասին իր հարցազրույցներից մեկը։ Բայց մի բան էլ կուզեմ զգուշացնեմ, մինչև դուք վայել եք պարոն Հարությունյանի հետ այս երկխոսությունը եւ հարցազրույցները կուզենամ այսպես անոնսեմ, որ մենք ունենալու ենք շատ հաղորդումներ պարոն Հարությունյանի մասնակցությամբ, որովհետև կան արխիվներ, որտեղ նա խոսել է, որտեղ նա փոխանցել է իր գիտելիքները եւ մենք հիմա աշխատանք ենք տանում այդ արխիվները թվայնացնելու եւ այն ձեզ ներկայացնելու համար, այսպես մի քիչ ինտրիգը պահելով, ձեզ ցանկանում եմ հաճելի դիտում եւ օգտակար դիտում, անպայման դիտեք մեր հաղորդումները, անպայման դիտեք մեր ոդքասթները, մենք 100 անցանք, բայց կանգ չենք առնելու եւ սիրեք պատմությունը։ (1840-50 թվականներից սկսվում է մի տեսակ աշխույժ պայքար հայկական բարձրագույն հաստատություն ստեղծելու համար։ Առաջիններից մեկը, որ այդ առաջարկով հանդես եկավ, Խաչատուր Աբովյանն էր։ Մեր մեծ երախտավորը, աշխարհաբարի հիմնադիրը, մարդ, որը գնաց սովորեց Դորպատում, հիանալի տիրապետում էր գերմաներենին, ռուսերենին, բայց այդ բոլորից հետո իր պարտք համարեց վերադառնալ Հայաստան եւ իր կյանքը նվիրել մատաղ սերնդի դաստիարակությանը։ Նա առաջարկում էր ստեղծել մի որևէ վարժարան, որպես թեկուզ մանկավարժներ պատրաստեն, չէ՞ որ դպրոցներին անհրաժեշտ են մանկավարժներ։ Հետագայում նա նույնիսկ հանդես եկավ ստեղծելու ուսուցչական սեմինարիա առաջարկով։ Այնուհետև այդ հարցում հանդես են գալիս Ստեփանոս Նազարյանցը, որը նույնիսկ ուզում էր համալսարան ստեղծել Աստրախանում, Միքայել Նալբանդյանը, որը գտնում էր, որ Հայաստանի հայ ժողովրդի ապագան, նրա կրթական մակարդակի բարձրացումը անպայման կապված է համալսարանական կրթության հետ, ուստի պետք է ունենալ հայկական համալսարան։ Սմբատ Շահազիզը, Հովհաննես Թումանյանը եւ շատ ու շատ ուրիշ գործիչներ։ Վերջապես հայկական համալսարան ստեղծելու գործում շատ մեծ էր Թումանյանի ցանկությունը։
Նրա մոտ հավաքում են հայ նշանավոր գործիչներ, Մալխասյան, Աբեղյան, ուրիշներ, եւ որտեղ քննարկում են, թե ինչպես պետք է Թիֆլիսում բացել հայկական համալսարան։ Համալսարան, որտեղ լույս բերի հայ ժողովրդին։ Դժբախտաբար այդ ծրագիրը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Համալսարանին վիճակված էր ստեղծվել միայն Հայաստանի առաջին հանրապետության շրջանում 1919 թվականի մայիսի 16-ի հրամանագրով։ Ես Երևանի պետական համալսարան ընդունվել եմ 1958 թվականին։ Ինքս բանվորի զավակ եմ եղել եւ պիտի ասել նույնիսկ իմ ծնողները չգիտեին որտեղ է գտնվում համալսարանը։ Ես եկել եմ, ընդունվել եմ, ստորում բավական բարդ պայմաններում։ Ես ոսկե մեդալակիր էի, բայց այդ տարի մեդալը կորցրեց իր արժեքը այն իմաստով, որ միայն 20% էր ընդունվողների տեղերի տրվում բուհը անմիջապես հավարտածներին։ Մյուսները պետք է ընդունվեին աշխատանքային ստաժ ունեցողները։ Եվ երբ որ ես հիշում եմ այդ բանը, մեկ-մեկ նույնիսկ սարսափում եմ, որտեվ 25 հոգի պետք է ընդունվեին եւ այդ 25 հոգուց միայն 5-ն էր նախատեսված մեզ համար։ Բայց զարմանալին այն էր, որ ոչ պահի լրջությունն էի զգում եւ ոչ էլ այն, որ կարող էի ձախողվել։ Եվ այնուամենայնիվ ես դարձա համալսարանական, որից հետո իմ կյանքը կապված եղել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հետ։ Պիտի ասել, որ այն պլեադան, որով այսօր պարծենում է համալսարանը, այդ ժամանակ գրեթե չկար։ Չկար Ղափանցյանը, չկար Մանանձյանը, չկար Աճարյանը, չկային շատ ուրիշներ, Տերտերյան եւ այլն։ Բայց եւ այնպես մենք էլ ունեցել ենք շատ լավ դասախոսներ։ Հատկապես ուզում եմ հիշել Հայկաշ Ժամկոչյանին։ Անկեղծ ասած, միջև հիմա ինձ համար գաղտնիք է, թե այդ մարդը, որ այդքան հզոր ուղեղ ուներ, ինչու շատ քիչ բան է թղթին հանձնել։ Հայկաշ Ժամկոչյանը պարզապես հայոց պատմության մի հանրագիտարան լիներ։ Ստորում կմտներ լսարան, կնստեր, ձեռքը կտաներ դեմքին, կշիփեր, հետո կասեր որտեղ ենք ասել։ Դե ասում ենք, այս ինչ տեղ ենք ասել, դե լավ, շարունակենք։ Եվ այն բարի վրա, որտեղ կանգնած էր եղել, այդ ձևով կշարունակեր։ Ես ուզում եմ իրոք հիշել մեր մյուս դասախոսներից Գարսևան Շարոյանին, որ ապրեց ուղիղ 101 տարի։ Իհարկե, նրա դասախոսությունները այն ձևով չէին լսում ինչ որ Ժամկոչյանինը, բայց ինքը նույնպես շատ հզոր ուղեղ ունեցող անձնավորություն էր։ Աշոտ Աբրահամյանին, Վարդան Պարսամյանին, Սերոբ Պողոսյանին, այսինքն սրանք դասախոսների մի ծաղկեբույլ էր, որը մեզ տվեց անհրաժեշտ գիտելիքներ։ Իրերի բերումով ես այնպես ստացվեց, ավարտեցի 3.5 տարում, էքստերն ճանապարհով ավարտելով համալսարանը։ Հետո էլ ունեցա դժվարություններ, որտեղ ասում է աստվածները մեկ-մեկներում են, բայց մարդիկ երբեք։ Ես չգիտեմ ինչպես էր պատահել, շարժել էի որոշ մարդկանց դժգոհությունը եւ միայն 1963 թվականին, այսինքն ավարտելուց բավականին հետո, ես կարողացա ընդունվել ասպիրանտուրա, մասնագիտանալ պատմական աշխարհագրության բնագավառում։ Իմ ղեկավարը եղել է Էրչանկայի շատակ ակադեմիկոս Սուրեն Երեմյանը, եւ ես պաշտպանել եմ ատենախոսություն Վայոց ձորին նվիրված։ Հետո ինձ բախտ է վիճակվել աշխատելու այն ամբիոնում, որտեղ ես սկսել եմ իմ ուսումնառությունը եւ մինչեւ այսօր էլ աշխատում եմ այդ ամբիոնում։ Այսօր, երբ որ նայում եմ տասնյակ տարիների բարձրությունից, իսկ այժմ ես անցել եմ 70-ը եւ դարձել եմ այդ ամբիոնի վարիչ, պիտի ասել, որ շատ բան է փոխվել։ Անշուշտ, գուցե մարդկանց մի մասը թող ներող լինեն, գուցե մանրացել են, բայց միևնույն է, համալսարանականների նշանակալից մասը
այնպիսի անձնավորություններ են, որոնք կարող են պատիվ բերել յուրաքանչյուր բուհի։ Այլ խնդիր է, որ տնտեսական պայմանները հնարավորություն չեն տալիս կատարելու այն, ինչ կարող են կատարել նրանք։ Այն հանգամանք, որ այսօր պատմության ֆակուլտետում մենք ունենք ոչ միայն պատմության բաժին, որը իր հերթին բաժանում է հայոց պատմության, համաշխարհային պատմության, Հայաստանի հարակից երկրների պատմության, հնագիտության ու ազգագրության բաժանմունքների, այլև ունենք մշակութաբանության բաժին, ունենք համաշխարհային պատմության բաժին, եւ վերջապես ես կարծում եմ սա մեծ նվաճումներից մեկն է մեր ֆակուլտետի համար, երբ որ ստեղծվել է Կովկասագիտության բաժին։ Հարկ է խոստովանել, որ երբ ես դպրոցը վերջացրեցի, ես ռուսերենին գործնականում չէի տիրապետում։ Ես համալսարանում համոզվեցի, որ անկախ նրանից ինչ եմ մտածում, ինչպես եմ մտածում, ես պարտավոր եմ ռուսերեն սովորել եւ ոչ միայն ռուսերեն սովորել։ Ես գրեթե 1 տարի հետո հաղթարեցի ռուսերենը, հետո անցա անգլերենին, գերմաներենին, հետաքրիր է այս բոլորը։ Այս ամենի հետևանքով կարծես ձևավորվեց նոր մտածողություն, շփվում ես համաշխարհային մտքի հետ, շփվում ես համաշխարհային նշանավոր գործիչների երկերի հետ։ Այսօր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախ երկիր է, այլևս ամեն մի լեզուն դառնում է մի տեսակ պատուհան դեպի արտաքին աշխարհ։ Այսօր, երբ որ ես ուսանողների հետ խոսում եմ, առաջին խոսքը սա է լինելու, իսկ ինչ օտար լեզու ես սովորում։ Ինչ օտար լեզու արդեն հաղթահարել ես, որովհետև ես այլևս չեմ պատկերացնում մասնագետ Հայաստանի 3-րդ հանրապետությունում, որը կարողանա միայն ու միայն բավարարվել հայերենով։ Այսօր մենք կարող ենք համաշխարհային ասպարեզ դուրս գալ փայլուն հայերենի հիմքով եւ այլ լեզուների եւ հարուստ գիտելիքների միջոցով։ Գիտեք ինչ, ես երևի մի մարդ եմ, որը իրերի բերումով համալսարանում սկսել է իր գործունեությունը որպես ուսանող, շատ կարճ ժամանակով աշխատել է ակադեմիայի գրադարանի գրապահոցում, այնուհետև վերադարձել է համալսարան եւ փաստորեն ինձ համար դա դարձել իմ տեսակ երկրորդ օջախ։ Այսօր ես փաստորեն անցել եմ այն բոլոր աստիճանները, սկսելով լաբորանտից, դառնալով դասախոս, դառնալով դոցենտ, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Պատմության ֆակուլտետի դեկան, Հայոց պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ։ Բնականաբար այսօր ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ պետք է անեմ ինձ Աստծո կողմից տրված ժամանակահատվածում։ Ես իմ մեծ մասնակցություն եմ ունեցել Հայաստանի ազգային ատլասի ստեղծման աշխատանքներին, մասնավորապես երկրորդ հատորի 43%-ից ավելին իմ հեղինակային գործերն են եւ պատասխանատու խմբագիրն եմ։ Ստեղծվել է Հայաստանի պատմության ատլասի առաջին երկրորդ մասերը, շուտով հրատարակության կներկայացվի 3-րդ մասը եւ պատմական աշխարհագրության բազմաթիվ խնդիրներ դրվել են, ուսումնական քարտեզներ են հրատարակվել։ Այնպես որ ես միայն այսօր ունեմ մի մեծ ցանկություն իմ կողքին տեսնել մարդիկ, որոնք կշարունակեն այն գործը, որ մեզ փոխանցվել է մեր նախորդների կողմից։ Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել պատմության մասին եւ զրույցի եմ հրավիրել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ պատմաբան Բաբկեն Հարությունյանին։ Ինչն է ինձ մտահոգում եւ ինչ հարցերի շուրջ եմ ես ուզում զրուցել գոլեգայիս հետ։ Մեզ ասում են, որ մենք հայերս
մեր պատմության իշխանության տակ ենք, որ մենք չենք կարողանում մեր պատմությունից ազատվել։ Որքանով է դա ճիշտ, կամ ինչ է նշանակում պատմության իշխանության տակ լինել, կամ որքանով գիտենք մեր պատմությունը, կամ մեր իմացությունը ինչքան դեր ունի մեր գիտակցության մեջ, ճշտեմ խոսքս մեր մշակութային գիտակցության մեջ։ Գիտենք, որ պատմությունը մեզ հասնում է, մարդիկ գիտեն գրականությունից, գեղարվեստական գրականությունը նկատի ունեմ, զրույցներից, ավանդություններից, առասպելներից, դասագրքերից, որն է ճիշտը։ Գուցե համաձայն ենք այն մտքի հետ, որ պատմությունը կամ պատմության իմացությունը այսպես կամ այնպես դա հոգևոր գիտակցություն է կամ հոգևոր հիշողություն։ Հիմա ես ուզում եմ պարոն Հարությունյանին հարցնել, որպես պատմաբանի, պատմությունը կամ պատմության իմացությունը մեր հասարակության համար, գոնե կրթված խավի համար, ինչ դեր ունի որպես մշակութային գիտակցություն։ Ես գիտեմ, որ շատ անգամ պատմական փաստերը, մենք դա շատ լավ գիտենք, առասպելի քողով են մեզ ներկայացվում, գրականության մեջ նրանք հոլովվելով բոլորովին այլ պատկերներ են մեզ մատուցում պատմական դեպքերի, եւ պատմության մեր պատկերացումը երբեք կամ շատ քիչ դեպքերում է համապատասխանում իրական պատմությանը։ Հիմա որն է մեզ համար օգտակար։ Ես ուզում եմ իմանալ, դուք ինչ եք մտածում այս հարցերի մասին։ Բնականաբար հարցադրումները, ինչպես ասում են, նոր են, թարմ են եւ այն հանգամանք, որ նախատեսված է այն խավի համար, որ պատմությունը լավ գիտի, բնականաբար պահանջում են նաեւ այնպիսի պատասխաններ, որոնք արտացոլեն հարցի էությունը։ Սկսենք այն բանից, որ ես հասկանում եմ, իհարկե, ամենից առաջ հոգեվոր գիտակցության ձև եւ պատմական հիշողություն։ Պատմությունը ըստ էության պատմական հիշողության փոխանցումն է մի սերնդից մյուսին։ Ըստ որում, եթե այդ սերունդները անմիջապես, ինչպես ասում են, մեկը մյուսին հաջորդվում են, դա կարծես թե ականատեսի, վկայի, պարզապես հիշողությունների փոխանցումն է, բայց եթե խոսքը վերաբերում է արդեն դարերին եւ հազարամյակներին, բնականաբար պատմական հիշողությունը սկսում է այլ ձևեր ընդունել։ Եվ եթե նկատի ունենանք, որ պատմական հիշողությունը որպես կանոն փոխանցվում է մարդկանց կողմից, այսինքն սուբյեկտիվ տարը ոչ մի կերպ շղթել չի կարելի։ Օրինակ վերցնում ենք խորենացու հայոց պատմությունը եւ հենց սկզբից բավականին դառը խոսքեր ենք լսում մեր անիմաստասեր իշխանների մասին։ Թե ինչպես նրանք չեն արել այնպիսի մի աշխատանք, որ գրի առնվեր մեր նախնիների կատարածը եւ այլն եւ այլն։ Եվ այդ գործը փաստորեն իր ձեռքն է վերցրել Մովսես Խորենացին։ Եթե ճիշտը խոստովանենք, Մովսես Խորենացու կողմից հայոց պատմական հիշողության վերականգնման ամենափայլուն դեպքն է։ Ըստ որում, եթե նկատի ունենանք, որ հազարամյակների խորքից եկող տեղեկությունները ոչ մեր կամքով կամ որևէ մեկի կամքով սկսում են կամաց-կամաց առասպելական գծեր ձեռք բերել, բնականաբար ուզում ենք, թե չէ պիտի փորձենք առասպելների մեջ գտնել ճշմարտությունը։ Ոչ թե մենք գերի ենք դառնում առասպելին, այլ ընդհակառակը առասպելը փորձում ենք նյութականացնել, ի վերջո վերածել մեր պատմության։ Ես ուզում եմ ասել, որ զարմանալիորեն գտնվեց 5-րդ դարում մի մարդ, որի անունն էր Սահակ Բագրատունի, ցավոք սրտի, ինչպես պետն է, չգնահատված անձնավորություն։ Այս մարդը բառի իսկական իմաստով գիգանտ էր։ Նա հասկանում էր, որ ժողովրդին նրա ինքնագիտակցության մեջ պետք է մտցնել պատմության տարը։ Մարդը պիտի իմանա ինչու համար ինքը հպարտ է, որ այդ ժողովուրդն է պատկանում, ինչ կարևոր դեպքեր իրադարձություններ են կատարվել իր պատմության մեջ, եւ պատահական չի, որ Խորենացն ինչ է գրում։ Ասում է, ես քեզ եմ դիմում մի նշանավոր վեհ ժողովրդի ներկայացուցիչ, որի կողմից մեծ քաջագործություններ են կատարվել եւ այլն եւ այլն։ Այլ խոսքով ասած, արդեն հենց սկզբից պարզ երևում է, որ Խորենացին պատրաստում է ժողովրդի ձեռքում մի զենք դնել, պատմությունը որպես նրա ինքնագիտակցության ձև, որը եկեք խոստովանենք հարատեվություն հաղորդեց մեր ժողովրդին հետագա դարերում։ Եվ
չնայած ուղղակի տվյալներ չկան, պիտի ենթադրել, որ աշխարհացույցը նույնպես հանձնարարվեց Մովսես խոհենացուն կազմելու։ Ըստ էության դատելով ամեն ինչից, նա սկզբում միայն մեծ հայքի նկարագրությունը կազմեց, որտեղ ապստամբների նպատակը պիտի լիներ մեծ հայքի թագավորության վերականգնումը։ Հետագայում, երբ որ ապստամբությունը ի վերջո ավարտվել էր, Պարսից արքունիքի հետ ընդհանուր լեզու էր գտնվել, եւ այլևս կարելի էր Սահակ Բագրատուն որպես մարզպան ներկայացնել եւ ոչ թե թագավոր, շատ բան փոխվել էր։ Բայց այդ ժամանակ արդեն մեջտեղ եկավ աշխարհացույցը ստեղծելը։ Միայն մեծ հայքի նկարագրությունը արդեն, ինչպես ասում են, իր դարն ապրել է, հարկորե տալ աշխարհի օյկումենեի ամբողջ նկարագրությունը։ Ուրեմն, այստեղ գալիս է մի շատ կարևոր հանգամանք։ Պատմությունը դառնում է ազգային ինքնագիտակցության վառ արտահայտություն։ Եվ ինչն է հետաքրքիր։ Եթե մենք մոտենանք մի ամենասովորական քաղաքացու, որը պիտի ասել առանձնապես պատմության մեջ ուժեղ չի, բայց միևնույն է, նրա գիտակցության մեջ մի քանի կոնկրետ հենասյուներ ասեմ, հենաձողեր ասեմ կան։ Նա գիտի, որ ինքը հայկի սերունդն է, գիտի, որ իր ժողովուրդը մեծ գործեր է կատարել, գիտի, որ հայրենիքը մեծ է, որ այդ հայրենիքը տարածում է մի ահռելի տարածության վրա մինչև 400,000 քառակուսի կիլոմետր։ Սա էլ շատ հետաքրքիր է։ Տարածքի գաղափարը նույնպես դառնում է ազգային ինքնագիտակցության ձև, որը ըստ էության էլի պատմության արտահայտություն է։ Այս կապակցությամբ կուզենայի բերել մի հետաքրքիր տեղեկություն Փավստոս Բյուզանդից։ Փավստոս Բյուզանդի մոտ կա այսպիսի մի տեղեկություն։ Ասում է եւ Պապ թագավորը Հռոմների թագավորից, Հունաց թագավորից պահանջեց, ասում է մեզ վերադարձրու Կեսարիան, Ուրհան եւ էլի 10 քաղաքներ, որոնք մեզ են պատկանել։ Իհարկե, միայն կարելի է միամիտ լինել կարծելու համար, որ Պապ թագավորը կհանդգներ հռոմեական կայսրից պահանջել դրանք։ Բայց զարմանալիորեն պատմիչը վերցել է Պապի բերանը դրել է մի գաղափար, որ ժողովրդի գաղափարն է։ Ժողովրդի գիտակցության մեջ եւ Ուրհան է հայկական քաղաք, եւ Կեսարիան է հայկական քաղաք, եւ այն 10 քաղաքներն են հայկական։ Այսինքն նրա մոտ արդեն դարձել է միսուարիոն։ Ես այս հարցը կուզենայի արդեն մի փոքր տեղափոխել ավելի ուշ շրջան։ Գալիս ասենք 19-րդ դարը, հայկական հարցը բարձրանում է։ Եվ արդեն մեր գիտակցության մեջ ձևավորում են միանգամայն նոր երևույթներ։ Հայկական են 6 վիլայետները, քանի որ որոշումներ կան։ Մեծ տերություններ Եվրոպայի գտել են, որ այդ 6 վիլայետները հայկական են։ Հայկական է Կիլիկիան։ Այն հանգամանքը, որ խորհրդային իշխանության ժամանակներում արդեն Հայաստանի առաջին հանրապետության տարածքի կեսը կորսվել էր մեզ համար վատ հետևանքներով պատերազմի պատճառով, այնուամենայնիվ, եթե ում էլ հարցնեք, կասի Կարսը հայկական քաղաք է, Կաղզվանը հայկական է, մյուսը հայկական է։ Սա մարդու գիտակցության մեջ է։ Բայց այստեղ ես ուզում եմ շեշտել հետևյալը։ Այս ամենը շատ լավ է։ Մարդը չի կարող գոյություն ունենալ առանց որևէ պատմության։ Եվ այն էլ ասեմ, այսօրվա մեր ժամանակների վիճակը շատ է տարբերում հին ժամանակներից։ Այսօր ազգային զգացում ուժեղ է։ Իսկ պատմությունը, ինչպես ասում են, այն թանձր հեղուկն է, որը նրա ազգային ինքնագիտակցությանը տալիս է որոշակի կերպարանք։ Հին աշխարհում այդպես չէր։ Հին աշխարհում եթե մեկը պարտվեր, կարող էր ասել, գիտես ինչ կա, ես դառնում եմ քո ժողովուրդը։ Ես այդ կռիվ չեմ անում։ Քո անունը ասենք թե Օսման է, ես էլ եմ դառնում Օսմանլու։ Խանի անունը ուզբեկ է, ես էլ եմ դառնում ուզբեկ։ Հայ իրականության մեջ թերևս այդպիսի դեր կատարեց Արամանի անունով մի թագավոր, որից մեր բոլոր հարևանները սկսեցին մեզ կոչել արմեններ։ Այն, որ ասենք թե խոյենացու մոտ գնացել է որպես Արամ, սա իհարկե պարզապես խոյենացու ընկալումն է։ Բայց գալիս է արդեն, ինչպես ասում են, մյուս կողմը։ Շատ լավ։ Պատմությունը մեզ պետք է։ Դա մեր ինքնագիտակցության որոշակի անկապտելի մասն է։ Բայց իմ կարծիքով մենք պիտի կարողանանք առաջ նայել։ Եթե մենք անընդհատ ետ նայենք, մենք դատապարտված ժողովուրդ ենք։ Մենք պիտի կարողանանք նայել մեր անցյալի ժառանգությունը, մեր ամբողջ պատմությունը լավ յուրացնել, բայց մեր հաջորդ քայլը պիտի լինել ապագային նայել։ Եթե մենք ուզում ենք գոյատևել, մենք ուզում ենք հարատևել, մենք պիտի կարողանանք նայել առաջ։ Եվ դրա համար մենք պիտի այնպիսի քայլեր ձեռնարկենք, որոնք եթե մենք պատմական խնդիրներ ունենք, ազգային խնդիրներ ունենք, կարողանանք լուծել։ Ես շատ ցավով եմ ուզում սա արձանագրել, այնուամենայնիվ հաշվի առնելով այսօրվա մեր ժողովրդի տնտեսական վիճակը,
Պարզապես ստիպված եմ արձանագրել, որ սոված ժողովրդով մեծ հարցեր չես լուծի սովորաբար։ Այսօր մեր առաջին խնդիրը պիտի լինի առանց որևէ կասկածի կարողանալ ամենակարճ ժամանակամիջոցում ապահովել մեր երկրի բարեկեցությունը, ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք, ստեղծել այնպիսի հարաբերություններ իշխանական խավերի եւ ժողովրդի միջեւ, որ ժողովուրդը գոհ լինի իշխանություններից, որ ժողովուրդը պատրաստ լինի իր պետության համար արյուն թափել, եթե անհրաժեշտ է անգամ կյանքը զոհել, այդ ժամանակ մենք արդեն իրոք դեպի առաջ նայող ժողովուրդ ենք, մենք հարատևություն կրող ժողովուրդ ենք եւ մենք կարող ենք հարցեր լուծել։ Այսինքն, եթե մենք մեզ համարում ենք կուլտուրական ազգ, եթե հայերեն ասած մշակութային ազգ ենք մեզ համարում, այդ մշակութային գիտակցության մեջ նաև պատմության, ես չասեմ իմացությունը, պատմության զգացողությունն է մտնում։ Գիտակցությունը եւ մենք կրում ենք մեզանով, մեր անձով, անհատը իր անձով կրում է նաև պատմությունը։ Եթե դա չի կրում, եթե դրա գիտակցումը չունի, բարդ է, դժվար է վիճակն արդեն։ Չի կարելի նրան լիարժեք քորեն կուլտուրական մարդ համարել այդ ժողովրդի կուլտուրական կրթված զավակը համարել։ Ասում եմ, այդ ինքնագիտակցության մեջ արդեն պիտի պատմական հիշողությունը արմատապես իր տեղն ունենա, բայց միաժամանակ չպիտի մոռանալ, որ մենք այսօր ապրում ենք, աշխատում ենք, ստեղծագործում ենք եւ դրա համար ուզում ենք թե չենք ուզում, պիտի նայենք ապագային։ Այսպես 80-ական թվականներին 19-րդ դարի հրապարակ եկավ Ռաֆի անունով գրողը եւ բերեց մի պատմություն, որը իրական պատմության հետ շատ կապ չուներ։ Դրանից առաջ 60-ական թվականներին, ասենք, ժողովուրդը պատմությանը ծանոթանում էր բեմից։ Գրվում էին պատմական դրամաներ, որոնք շատ հեռու էին պատմությունից եւ ժողովուրդը գնում էր թատրոն պատմություն տեսնելու։ Հիմա դեռ այն ժամանակներում պատմական դրամաները քննադատվել են արդեն։ Ես Պարոնյանի խոսքն եմ ուզում հիշել, Վարդան Մամիկոնյան ինչքան է գրվել։ Քաջն Վարդան, Մեծն Վարդան, Արծիվ Նավարայրի եւ այլն բազմաթիվ պիեսներ կան գրված։ Պարոնյանն ասում է, թե մեկուն մեջ Վարդանը ճակատամարտի մեջ կմեռնի, մեկ ուրիշ տեղում ճակատամարտեն տուն կդառնա, տուն դարձի ճամփին կմեռնի, մեկ ուրիշ պիեսում ասում է տանը կմեռնի, միտեղ տղմուտի ափին կմեռնի, մեկ խոսքով ասում է ամեն հեղինակ իր ուզածին պես կմերցունե Քաջն Վարդանը։ Ասում է, բայց եգուր նայիր, որ Քաջն Վարդանը մեռնելով էլ գցություն է իր քաջությունը, իրեն մերցունող բոլոր հեղինակներուն էլ ինքը կմերցունե։ Եվ այս պատկերացումը դրանք պրիմիտիվ պիեսներ են նախ հիշեցնում։ Դուք էլ գիտեք, դրանք շատ պրիմիտիվ պիեսներ են, պարզունակ բաներ են, այսօր դրանք չեն էլ կարող խաղացվել։ Պատմական գիտակցությունը դրանով ասենք սկսեց արմատավորվել։ Ռաֆին մի ուրիշ աստիճան է։ Ռաֆին անհամեմատ դրանից բարձր է, Ռաֆին եւ Մուրացյանը, բայց այստեղ էլ պատմության ուրիշ մի պատկեր է մեր առջև կանգնում։ Հիմա ընդունենք այսպես, որ մենք շատ հպարտ ենք, ընդունենք մեր պատմությամբ։ Սա մի կողմն է հարցի։ Բայց ողջամտությունը ինչ-ինչ բաներ ճշմարիտ իմանալը ավելի օգտակար չէ, քան միթոլոգիական պայմանաձևերի միջոցով մտածելը։ Որտեղ միթոլոգիական պայմանաձևերը գործում են նաև այսօր։ Երեկվա դեպքերը առասպելացվում են եւ բոլորովին 1.5 տասնամյակ առաջ կատարված դեպքերը այսօր բոլորովին այլ կերպ են ներկայացվում եւ ժողովուրդը բառացիորեն պատկերացում չունի, թե ինչն իսկապես ինչպես է եղել։ Ես մի ուրիշ օրինակ բերեմ։ Աբովյանը ժամանակակիցն է մեծ իրադարձությունների պարսկական լծից ազատագրվելու, Երևանի բերդը գրավելու եւ այլն, երբ ինքը այդ ժամանակ Երևանում չի եղել։ Եղել է Հաղպատում, թե որտեղ Հաղպատում է եղել։ Ահա։ Եվ Վերք Հայաստանիում նա ասենք գովերքում է Պասկևիչին։ Բայց մենք պատմությունից գիտենք, որ ավելի մեծ է եղել Կրասովսկու դերը։ Ժամանակակիցը չգիտի, թե ում դերն ավելի մեծ է եղել։ Պարքևները ստացել է Պասկևիչը, շատ օպերացիաներ, ես չեմ սխալվում։
իրականացրել է Կրասովսկին, բայց պատմության մեջ հերոս է դարձել նա։ Նման բաներ կատարվել են նաև մեր ժամանակներում։ Մեր հերոսները, երեկվա հերոսները այսօր հայտնի չեն։ Մեկը հերոսություն է գործում, մյուսը հավաքում է նրա փառքը։ Իսկ երբ հեռանում ենք, մենք շատ հեռու ենք դեպքերից, ինչ գիտենք, ինչ դրա համար էլ պատմությունը որպես գիտություն գոյություն ունի, որպեսզի այս խնդիրները պարզի։ Ես հարցս ուր եմ տանում։ Գոնե մեր կրթված խավի համար, մտավորականության համար ավելի օգտակար չէ ճշմարտությունը, քան թե միթոլոգիական պայմանաձևերը։ Գիտեք, հարցադրումը իրոք շատ հետաքրքիր է։ Միայն ուզում եմ ասել, դժբախտաբար, ուզում ենք թե չենք ուզում, պատմական գիտակցությունը բավական հեռավոր ժամանակներից սկսած միթականությունից զուրկ չէ։ Ավելին ասեմ, կարծես թե առանց դրա գոյություն չունի։ Իսկ եթե մենք փորձենք ինչ-որ միտեղ դա գնահատել, կտեսնենք, որ այնուամենայնիվ պատմական գիտակցությունը հասարակական մի որևէ շերտ կամ իշխող շրջանները աշխատում են օգտագործել որոշակի նպատակներով։ Դա էլ միանգամայն հասկանալի է։ Օրինակի համար 7-ամյա պատերազմի մասին ԽՍՀՄ դասագրքում գրվում էր, որ երկու ճակատամարտերում ռուսական զորքերը հայտարարակ պարտության մատնեցին Ֆրիդրիխ Մեծի բանակներին, գրավեցին Բերլինը 1760 թվականին եւ այլն եւ այլն։ Բայց որ Ֆրիդրիխը այդ ընթացքում շատ ավելի անգամ ջախջախել էր ռուսական զորքերին եւ միայն ֆրանսիական բանակի մուտքը Ռուսիա ստիպել էր, որ նա կիսաջարդ վիճակում ռուսական բանակը թողնի եւ գնա ֆրանսիական բանակին դիմագրավելու, այդ մասին չէր ասվում։ Այսինքն ինչ որ միտեղ երբեմն կարծես թե որոշ բաներ աշխատում են, որ դա համընդհանուր սեփականություն չդառնա։ Ես շարունակեմ իմ միտքս, պարոն Հովհաննիսյան, կամ ես հիշում եմ, երբ որ երեխա էի, հետո ուսանող, ինձ գրեթե թվում էր, որ Լենինը գիշերները չի քնել, միայն մտածել եմ մի բանի մասին, ինչպես անի իր մի կտոր հացը տանի բանվորների եւ գյուղացիների հետ կիսի։ Երբ որ արդեն բավական հասուն մարդ էի, հանկարծ իմացա, որ այն ժամանակ, երբ 3 միլիոնից ավելի Մերձվոլգյան շրջանում սովահարներ կային, այդ նույն ժամանակ Մոսկվայում ամենաճոխ խնջույքներն էին կազմակերպվում ղեկավարության համար։ Այսինքն այդ լուսեպսակը միշտ ստեղծում է ավելի ուշ։ Ըստ որում այդ ընթացքում իրոք երբեմն շատերը հանիրավի ձևով դուրս են մղվում։ Մեջտեղ գալիս են մարդիկ, որոնք երբեք այդ ծառայությունները չեն մատուցել կամ աննշան ծառայություններ են մատուցել, կամ գալիս են միայն նրանք, ովքեր միայն արդյունքներից օգտվել են։ Եվ ժամանակին շատ լավ է ասել Բիսմարկը, իմ կարծիքով նաև դրանից էլ առաջ այդ միտքը եղել է, որ սովորաբար հեղափոխությունները նախապատրաստում են մտավորականները, ինտելեկտուալները։ Մոլերանտ մարդիկ կատարում են հեղափոխությունը, բայց իշխանության գլուխ գալիս են տականքները։ Այսինքն դրա մեջ մեծ ճշմարտություն։ Այդպես է պատմության մեջ։ Հիմա մեզ պետք է թե չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ իմ կարծիքով մեզ պատմությունը աղավաղելու կարիք չկա, որովհետև մեր պատմությունը որևէ ձևով մեր դեմ չի խոսում։ Օրինակ, եթե մենք մի փոքր թեքվենք դեպի արևելք, կտեսնենք, որ այսօր պատմաշինարարություն տեղի ունենում Ադրբեջանում։ Մի ժողովուրդ, որը, եթե ճիշտը խոստովանեն, գրեթե պատմություն չունի, պետություն ասած նրա մոտ հանդես է գալիս միայն 1918 թվականից հետո, եւ այսօր պետք է նախորդ անցած ուղին, որ ավելի շատ Պարսկաստանի պատմություն է, առանձին խանությունների պատմություն է, ուզում են վերածել արդեն ժողովրդի պատմության։ Սա պատմաշինարարություն է։ Ինչ որ մի этаպում բոլոր ժողովուրդները այդ բանը անցնում են, բայց իրենց մոտ դա հիվանդագին կերպեր է ընդունել։ Այս տեսակետից երբ որ մոտենում ենք, իրոք մենք որևէ բան չունենք փոխելու, կարիք չունենք։ Մեր պատմությունը այն ինչ որ մեզ պատմությունը հասցրել է վավերագրերի ձևով, սկզբնաղբյուրների, ձեռագիրմատյանների եւ այլնի միջոցով, այս ամենը որևէ ձևով մեր դեմ չի խոսում։ Ես կուզենայի պարզապես մի հարցի վրա կանգ առնել, որտեղ մի տեսակ դարձել է բոլորի համար մի խորտ խնդիր, որից կուզենամ պարզապես ազատվել։ Սա այսպես կոչված աղվանքի հարցն է։ Որովհետև մի կողմից կարծես թե կուրից դեպի հյուսիս աղվանք կա, բայց մյուս կողմից էլ կարծես թե այստեղ էլ աղվանք կա։
Իրականությունն այն է, որ ինքը աղվանք տերմինը տիպիկ հայկական է եւ էթնիկական իմաստ չունի։ Եվ ամենացավալին գիտեք որն ընդհանրապես ծագում է աղբարից։ Բայց մենք մեր մտքով անգամ չի անցնում, որ սա գալիս է աղից եւ պարզապես աղվան նշանակում է մի արգավանդ տեղ։ Իսկ աղվանք նշանակում է արգավանդ երկիր, ուրիշ ոչինչ։ Ըստ որում նույն խորենացումով պարզացված է, որ այդ երկիրը մեծ հայքի մեջ է, ուրիշ տեղ չի։ Սկսում է Երասխից, հասնում է մինչև Հունարակերտ եւ մինչև Կուրգետը։ Ուզում եմ ասել, որ պատմությունը պետք է լավ իմանալ, բայց դժբախտաբար պետք է խոստովանել, մենք այսօր պատմությունից ակնկալիքը, որ մենք կարող ենք ունենալ, չենք անում եւ ոչինչ չենք անում ստանալու համար։ Այսօր ես չէի ասի, որ դպրոցում պատմությունը դասավանդվում է այնպես, ինչ որ պետքն է։ Այսինքն մենք երեխային ձևավորելու, մեր հանրապետության նվիրված քաղաքացի դաստիարակելու ուղղությամբ չենք անում այն, ինչ որ պիտի անենք։ Այդ նույնը մենք փաստորեն միշտ չի որ կարողանում ենք անել բուհերում, երբ որ այստեղ մենք փաստորեն էլիտան ենք պատրաստում հանրապետության։ Բայց այստեղ էլ այդ ձևավորման իմաստով, քաղաքացի դաստիարակելու իմաստով ամեն ինչ չի որ անում ենք։ Եվ վերջապես, եթե մենք 4 կողմը նայենք եւ տեսնենք հերոստատեսային զանազան ալիքները, որտեղ հայկական երաժշտություն գրեթե չենք հանդիպում, որտեղ շատ ներողություն այնպես երաժշտություն եմ լսում, որ ես ինձ վատ եմ զգում, է պարզ չի որ այստեղ խոսել քաղաքացին ձևավորելու, առավել եւս երբ որ այդ մարդը նորմալ պատմական հիշողություն եւ գիտակցություն դեռևս չունի, իհարկե շատ դժվար է։ Ուստի ես կարծում եմ մեր խնդիրը պետք է լինի։ Առաջին, հաշվի առնելով, որ մեր հանրապետությունը աշխարհաքաղաքացիական ապագա ունենալ չի կարող։ Ես սա դիտմամբ եմ ասում, որտեղ մեր այսօրվա թվականակը հաշվի առնելով տարածքային հնարավորությունները աշխարհաքաղաքացիական հենց էությունը ձեռք բերեցինք, մենք որպես ազգություն կարող ենք մեր դիրքերը զիջել եւ անհետանալ։ Իսկ որpիսի մեր ազգային դիմագիծը պահպանենք, դրա համար պետք է մենք ինչ-որ քայլեր անենք։ Այդ քայլերը ես չեմ տեսնում այսօր։ Մենք չենք կարողանում այսօր իրոք հայկականություն սերմանել մարդկանց մեջ։ Այն հանգամանքը, որը մարդը հեշտությամբ թողնում հեռանում է իր երկիրը, հենց խոսում է, որ մենք շատ վատ ենք այդ ուղղությամբ աշխատում։ Այդ նշանակում է, որ մենք ոչինչ չենք անում նրան հասկացնելու համար, որ դու պիտի արմատներով կապվես այս ուղի հետ։ Ոչ մի երկրպե այդ փոքրիկ հողամասը, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, երբեք չպիտի թողնես։ Բայց դժբախտաբար ասում եմ, մենք հատկապես խոստովանենք անկախության առաջին տարիների ընթացքում այնպիսի աշխարհաքաղաքացիական գիտակցություն սերմանեցինք, որ մարդը այնպես հեշտությամբ է թողնում իր հայրենիքը, որ մենք այլ է զարմանալ։ Դրա համար ես կարծում եմ, որ ժամանակն է արդեն, նույնիսկ ուշացել ենք։ Մենք պիտի կարողանանք պատմական հիշողությունը փաստորեն ծառայեցնել մեր հայրենիքի շահերին։ Պարոն Հարությունյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։